Կերը Եվրոպայի մարժի 1 եվրո, մեզ մոտ արժի 2 եվրո։ Ձկան ինքնարժեքը 80-90%-ը կազմում է կերը։ Ինչպես ձկները Եվրոպա հասցնենք, եթե այս ընթացքում ամիսներով չաշխատող բիզնեսը պահելու խնդիր ունենք, հարցնում են այսօր կառավարության շենքի առաջ հավաքված Արմավիրի եւ Արարատի մարզի ձկնաբույծները։ Իրենց աշխատակիցների հետ բողոքի ակցիայի դուրս եկած գործարարները հանդիպում էին պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Բավականին մարդիկ կան, որ բանկերում հարցեր ունեն, լիզինգներ ունեն, վարկեր աշխատողներ ունեն, ասենք երկրորդ ամիսն է աշխատողներին հələ ասենց ոնց ասեմ, չեք ուզում աշխատանքից ազատես, ասես մարդը երկար վաղտա մոտդ աշխատել է, բայց դե ասենք երկրորդ ամիսը պտտվեց արդեն։ Վերջի արտահանումը եղել է մայիսի վերջ, ինչքան հիշում եմ։ Նրանցից մի քանիսն ասացին, որ ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել են, բայց բողոքով կառավարության շենք են հասել, որովհետև խնդիրները չեն լուծվել։ Հայտարարում են պատրաստ են նույնիսկ նստացույց սկսել կառավարության շենքի դիմաց, մինչև իրենց չընդունեն։ Մենք ստեղ կարող ենք 1 շաբաթ սպասենք։ 1 շաբաթ իրար փոխարինելով մեկը կգնա, մյուսը կգա, ոչինչ։ Մենք այսքանից չենք, շատ ենք։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ձկնաբուծության ոլորտը ծանր ճգնաժամի մեջ է հայտնվել ռուսական սահմանափակումներից հետո։ Ասում են բանկերից վարկեր են վերցրել, որ բիզնեսը զարգացնեն, հիմա ձուկը չի վաճառվում, վարկերը մուծել չեն կարողանում։ Մի մասն էլ նշեցին, տարիներով ստեղծած ձկնաբուծարանները կորցնում են։ Ձկնաբույծների խոսքով այս պահին իրենց գլխավոր խնդիրը ոչ թե եվրոպական շուկա մուտք գործելու ընթացակարգերն են, որը կառավարությունը հրապարակել է, այլ ֆինանսական ճգնաժամից դուրս գալը։ Ես էլ գույք չունեմ, 36 հատ գույք իմն է դրած, պլյուս սաղ ազգու տակինն է դրած։ Ասում եմ, ես այսօր գույք չունեմ բանկում դնեմ։ Գոնե բերում եք Եվրոպայից փողը, մեզ տվեք տոկոսով։ Vanka Retail Group ձկնաբուծական ընկերության հիմնադիր Ռաֆայել Պողոսյանը պատմեց, ավելի քան 2 ամիս արտադրությունը կարողացել են մասնակի պահպանել միայն սեփական միջոցների հաշվին։ 10 տարիների ընթացքում տարբեր ֆորս մաժորների մեջով ենք անցել։ Եղանակային պայմաններ, կուրսի տատանումներ, պատերազմի մեջով ենք անցել։ Այդ ամեն ինչը ձկնաբույծը մենակով անցել է։ Ոչ մի աջակցություն, ոչ խնդրելա, ոչ պահանջելա, հասկանալով, որ ինչքան կարող ենք դիմանանք պետությանը, չդիմենք, ավել ծանրաբերվածություն չլինի։ Բայց այս փուլում, այս սիտուացիայում դիմանալ չի լինում։ Հայաստանում պաշտոնական տվյալներով տարեկան արտադրվում է շուրջ 28,000 տոննա ձուկ։ Արտադրանքն ըստ էկոնոմիկայի նախարարության կայքեջի մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում եւ այլ երկրներում, ինչի արդյունքում արտադրված ձկնամթերքի շուրջ 30-ից 40%-ն արտահանվում է։ Այս ոլորտում ճգնաժամը սկսվեց, երբ մայիսից Ռուսաստանի Դաշնությունը մի շարք սահմանափակումներ կիրառեց հայ արտադրողների նկատմամբ։ Սկզբում արգելափակեց հայկական ծաղիկների եւ մի շարք գյուղմթերքների արտահանումը ռուսական շուկա, այնուհետև սահմանափակումներ կիրառեց նաև ձուկ արտահանող հայկական ընկերությունների նկատմամբ, իսկ ավելի ուշ դրանց սերտիֆիկացումն ամբողջությամբ դադարեցվեց։ Մեր շուկան հիմնականում զարգացավ 14 թվից հետո, ձկնաբուծությունը նկատի ունեմ, եւ նորվեգական ձկնամթերքը փակվավ դեպի Ռուսաստան։ То есть սանկցիաների հետ կապված, որ Ռուսաստան սկսեց չգալ այդ ապրանքը։ Մեր շուկան ըստ ձկնաբուծությունը բավականին լավ աճ ստացավ Ռուսաստան արտահանելու հետ կապված։ Ռուսական սահմանափակումներից հետո Եվրամիությունը հայտարարեց, որ կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումը Հայաստանին, նաև ֆինանսական աջակցություն տրամադրեց 52 միլիոն եվրոյի չափով։ Կառավարության վերջին նիստում արդեն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց։ Հաստատել են այն կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան հայկական ձկնաբուծական ընկերություններին սառեցված ձուկ եւ ձկնամթերք արտահանել Եվրամիության երկրներ։ Ըստ նախարարի արդեն 5 ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերել եվրոպական շուկա մուտք գործելու համար, բայց պաշտոնապես դեռ մեկն է դիմել։ Ակցիայի մասնակիցներից հետաքրքրվեցինք, թեկուզ փոքր չափաբաժիններով արտահանելու համար կդիմեն այս ծրագրին։ Մեծ տնտեսությունները միգուցե զբաղվեն, բայց զբաղվել են, խոսել եմ իրենց հետ, ասում են, որ ձեռնատու չի։ Կոնկրետ եվրոպական շուկան եւ մինչեւ սանկցիաները Ռուսաստանի Դաշնությունում մեզ մրցակից է եղել։ Մենք չենք կարողացել եվրոպական ձկնարտադրողների հետ մրցակցենք։ Դուք ոնց եք պատկերացնում, եթե մենք Ռուսաստանի Դաշնությունում չենք կարողացել մրցակցել իրենց հետ, ոնց կարող ենք Եվրոպայում մրցակցել։
Ձկնաբույսներն ասում են, միայն իրավական հնարավորության ստեղծումը բավարար չէ։ Ընդգծում են, Եվրոպայում մրցակցությունը շատ բարձր է, թեև պետությունն արտահանվող յուրաքանչյուր կիլոգրամ ձկան համար 820 դրամ աջակցություն է տրամադրում։ Բողոքի ակցիայի դուրս եկած ձկնաբույսները դա խնդրի լուծում չեն համարում։ Լինում է պաղեցված եւ սառեցված։ Պաղեցված է 17 օրվա գարանտիա։ Ինքը սառեցով արտանում։ Ձուկը չի սառում, թար վիճակով հասնում է Ռուսաստան։ Մենք չենք կարող 10-12 օրում հասնենք Եվրոպա։ Ժամանակի խնդիր է։ Պետք է տանենք սառեցած։ Իսկ եթե ձուկը սառեցնում ենք, իր արժեքն ենք կորցնում, հա, որակն ենք կորցնում։ Բայց մեր ամբողջ խնդիրը դա մենք այսօր չենք կարող բարձր որակյալ պաղեցված ձուկ հասնենք Եվրոպա։ Ակցիայի մասնակիցներին առաջարկվել է նամակ հանձնել կառավարությանը, սակայն նրանք հրաժարվեցին պնդելով, թե արդեն շատ նամակներ են գրել։ Հիմա ցանկանում են անձամբ փոխվարչապետին հանդիպել։ Առավոտից կառավարության արչև բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույսները Ազատությանն ասացին, ակցիայից շուրջ 5-6 ժամ անց էկոնոմիկայի փոխնախարարն է ընդունել իրենց ու խոստացել, որ ամենաուշը 2 օրից աջակցության ծրագիր կշրջանառեն։ Ձկնաբույսներն ասացին, սպասում են դրան, որ հետո իրենց առաջարկներն ու առարկությունները ներկայացնեն։ Իսկ բողոքի ակցիան կշարունակեն, թե ոչ, ասացին, դեռ չեն որոշել։